Երանելի են այն մարդիկ, ով կարողանում են առավոտյան արթնանալ եւ իրենց ոտքերը դեպի Տիրոջ տունը ուղղել։ Որովհետեւ Տիրոջ տան մեջ է կյանքը, օրհնությունը, Տիրոջ հաճությունը Տիրոջ տան մեջ է։ Փառ Տիրոջը։ Այն խոսքը, որ սրտումս կա, որ ուզում եմ խոսել, ես սա էլի խոսել եմ, այստեղ չեմ խոսել, բայց գյուղերում խոսել եմ, իմ ուզում եմ այստեղ որոշ բաներ կա, որ ուզում եմ Աստվածաշնչից նայենք։ Մենք շատ լավ գիտենք Հիսուսի նպատակը աշխարհ գալու, եթե այստեղ հարցնենք, ասենք Հովանու ավետարան 3:16-ը, բոլորս կարող ենք ասել, այնպես սիրեց աշխարհը, որ եկա, որով որ նրան հավատա, չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հիսուսը եկավ մեզ փրկելու համար եւ շնորհակալ ենք, որ մենք փրկություն ունենք։ Բայց սա բավական չէ մեզ համար եւ սա վերջը չէ այն ինչ որ Հիսուսը արեց մեզ համար եւ մենք այսպես հանգիստ պետք է նստենք։ Հիսուսի հայտնի Աստվածաբաններն ասում են 3 դասական պատգամները կամ առակները, որ ասեց, դա Ղուկաս ավետարան 15-րդ գլխում էր։ Մենք այստեղ կմնանք, այս 3 առակների մասին կխոսենք, որոշ բաներ կհիշեցնեմ Աստվածաշնչից։ Խոսելու եմ Ղուկաս ավետարան 15-րդ գլուխ, հենց առաջի խոսքից։ Եվ երբ որ մաքսավորները եւ մեղավորները նրան կմոտենային իրենից լսելու համար եւ փարիսեցիներն ու դպիները տրտունջ կանեին ու կասեին. Սա մեղավորներին կընդունի եւ նրանց հետ հաց կուտի։ Այստեղ որ նայում ենք, երբեմն ուզում ենք մեղադրել մաքսավորներին, ուզում ենք մեղադրենք փարիսեցիներին ու դպիրներին, ասենք ինչի եք մեղադրում Հիսուսին։ Բայց ես այստեղ ինչ որ առումով մեզ եմ տեսել եւ այստեղ ուզում եմ մեր մասին խոսել։ Եթե անկեղծ լինենք, պակաս փարիսեցին ու դպիրները մենք չենք, եթե բանը հասնում է մեղավորի հետ խոսելու։ Ես նրա հետ գործ չունեմ, առաջի Սաղմոսում գրված է մեղավորների նստաստեղը մի նստի, ես նրա հետ գործ չունեմ, նրան մեկ անգամ ասել եմ, հետ եմ քաշվել, այլևս ես նրա հետ որևիցե առնչություն չեմ ունենա։ Աստվածաշունչը ոչ միտեղ չի ասում, որ մեղավորի հետ կապ մի ունեցի, ասում է նրա գործերի հետ մի միաբանվիր։ Երբ որ առաջի Սաղմոսում ասում է սա ի նկատի ունի, որ նրա գործերին մի միաբանվի, նրա ասացի հետ մի համաձայնվիր, բայց որ մենք մեղավորի հետ գործ ունենք, սա փաստ է, որովհետև մեր Տերը, մեր Աստված, որ մեզ փրկեց ու դրեց իր թագավորության մեջ, մեզ ասեց գնացեք, ամբողջ աշխարհը ավետարան քարոզեք։ Մեղավորներին։ Չգիտես ինչի, երբեմն մենք մեզ բռնացնում ենք, որ մենք փարիսեցիների ու դպիրների պես ենք։ Սա այդքան էլ նորմալ հավատացյալ չի, որովհետև ոնց որ տեսնում ենք շատ է անհավատների հետ շփվում։ Ես ի նկատի չունեմ, որ մենք գնանք ու մեր աշխարհիկ ընկերներ ունենանք ու ամեն օր նրանց հետ ժամանակ անցկացնենք։ Եթե մեր նպատակը անհավատների հետ ավետարանի խոսքը խոսելը չէ, ուրեմն հեռու մնա։ Եթե մենք որևիցե մեկին, մեր ծանոթին, մոտիկին ընկերոջը Քրիստոսի մասին ասելու նպատակ չունի, բա ընդհանուր ինչ ունենք մենք։ Մեր ընդհանուր խոսքը սա պիտի լինի, որ մարդիկ կորսվում են, եթե Տիրոջը չդառնան։ Դրա համար, երբ որ ես սա կարդացի, ասում եմ, Տեր ջան, պահի մեզ, որ մենք չլինի դպիրների ու փարիսեցիների պես մտածենք ու մենք սկսենք մեզ հետ պահել մարդկանց ավետարանի խոսքը խոսելուց, թեև հիմա հաճախ այդպես անում ենք։ Եվ առաջի առակը, որ նա խոսեց, 3-րդ խոսքից է ասում է, եւ նա այս առակը խոսեց նրանց ասելով. Ձեզանից ով է այն մարդը, որ 100 ոչխար ունենա, եւ նրանցից մեկը կորսվի, 99-ին ինչի թողի անապատի մեջ եւ այն կորսվածի ետևից գնա, մինչեւ նրան գտնի։ Ու երբ կգտնի, ուրախանալով իր ուսի վրա կդնի նրան եւ տուն գալով կկանչի բարեկամներին ու դրացիներին եւ նրանց ասի. ուրախ եղեք ինձ հետ, որովհետեւ իմ կորսված ոչխարս գտա։ Ձեզ կասեմ, որ այսպես ուրախություն պիտի լինի երկնքում մեկ մեղավորի համար, որ կապաշխարի, քան թե 99 արդարի համար, որոնց ապաշխարություն պետք չէ։ Փառ Տիրոջը։
Այստեղ խոսում է կորսված ոչխարի համար եւ գիտեք, որ Հիսուսը բոլորի մտքերը գիտի եւ փարիսեցիների ու դպիրների մտածումը կամ տրտունջը իմանալով այս առակը ասեց. Ձեզանից ով է նա, որ իր ոչխարը կորսվի, ինքը գիտեր որտեղ էր կպնում, որովհետեւ ոչխարը նրանց համար արժեքավոր բան էր։ Եվ ինքը գիտեր, ասում է, լսի, եթե քեզ համար սա արժեք ունի ու կորսվեց, ու դու չես թողի այն 99-ը ու գնաս, հետաքրքիր է, որ այստեղ ասում է անապատի մեջ կթողես նրան։ Մեծ հաշվով անապատում ապահով տեղ չէ, բայց ամեն դեպքում նրանք փրկված են, որովհետև հետո արդարների մասին է խոսում, 99-ը արդարացած էին, բայց այն մեկը մի ժամանակ կար, որ հոտի հետ էր, կորսվեց, լսեց, չգիտեմ, արոտի հետևից ընկավ, ինչ որ բաներ իրան հետաքրքրեցին, գնացին։ Արդյոք մենք այսպես ենք մտածում, թե մենք լավ է բավարարված ենք, երբ որ եկեղեցում ենք, ընկերներ ունենք, լավ շրջապատ ունենք, եւ օրհնյալ լինի Տերը, որ մեզ այսպեսի լավ եկեղեցի է տվել եւ լավ ընկերներ ու շրջապատ ունենք, բայց սա բավական չէ, կորսված կա, որ ես ու դու պիտի գնանք նրա ետևից։ Կորսված կա։ Ինչ պատճառով է կորսվել, Հիսուսը երբեք էլ չի քննել։ Որովհետև եթե այդ տարբերակով լիներ, չգիտեմ, մեզանից քանիսի համար Հիսուսը կգար ու կփրկեր մեզ։ Եթե քնվեր մեր ով լինելը, մեր մեղքի աստիճանը, մեր մեղքի չափը։ Բայց այստեղ ասում է, երբ որ նա գտնում է, ուրախանում է, ու հարևաններին էլ է կանչում, բարեկամներին էլ է կանչում եւ ասում է, եկեք իմ համար, ուրախացեք։ Ինձ հետ ուրախացեք, երբ որ մեզ մի որդի է ծնվում, մի դուստր է ծնվում, մենք ինչ ենք անում, ուրախանում ենք, զանգում ենք հարևաններին կամ բարեկամները, հարևանները զանգում են, աչքալուսանք տալի, ուրախանում մեզ հետ, որովհետև ինչ որ մեկը լույս աշխարհ եկավ, ինչ որ մեկը եկավ մեր տուն։ Ինչ եք կարծում, եթե Հիսուսը երկնքի մասին խոսում է ու ասում է, որ երկնքում ուրախություն է լինում մեկ փրկվածի համար, ինչ ես կարծում, արժի երկնքին ուրախություն պատճառել, թե ոչ, ամեն, ամեն։ Մենք պետք է հասկանանք, որ մենք երկնքին կարող ենք ուրախություն պատճառել։ Չգիտեմ, Աստվածաշնչում, եթե ծննդոցից մինչև հայտնություն կարդաս, էլ այսպիսի տեղ կա, որ երկինքը այդպես ուրախանա ու ցնծա, քան թե մեկ մեղավորի համար։ Եթե ես ուզում եմ երկնքի հաճությունը ունենալ, երկնքի բարեհաճությունը գտնել, ուրախություն պատճառել երկնքին, ապա ես պետք է մեկ մեղավորի համար էլ ինչ որ ժամանակ, ոնց որ արտավազեղբայրն ասեց, ինչ որ ժամանակ տրամադրել, գին վճարել, որ այդ մեղավորն էլ գա ու միանա այն հոտին, որը որ Տեր ունի, որը որ հոգ է տանում։ Եվ այստեղ ասում է, իր ուսին կդնի, հոգատարության մասին է խոսում, որ թե ինչքան կարևոր էր իր համար այդ մեկ կորած ոչխարը։ Ուսին է դնում, ոչ թե ինչպես մեզ հայտնի Սաղմոսը վկայում է, որ ցուպով ու գաբազանով կառաջնորդել, ուսին դրած առաջնորդում է, բերում է դեպի հոտին խառնելու համար։ Երկրորդ առակը, որ ասում է, կամ թե ով է այն կինը, որ 10 դրամ ունի, ու եթե դրամը կորսցնի, ճրակը չի առնի ու տան մեջ ավելը վերցնի ու զգուշությամբ փնտրի միջև գտնի, ու երբ գտնի, կկանչի բարեկամներին ու դրացիներին եւ կասի. ուրախ եղեք ինձի հետ, որովհետեւ իմ կորսված դրամս գտա, այսպես էլ ձեզ կասեմ, ուրախ կլինեն Աստծո հրեշտակներու առջև մեկ մեղավորի համար, որ կապաշխարի։ Մի կին կար, որ 10 դրամ էր կորցրել, ուներ, ու եթե դրամը կորցրեց, ճրակը առավ ու սկսեց ման գալ։ Երբ որ ճրակը առնում է, մենք երբեմն մտածում ենք, ասում ենք, որ այն մութ տեղերն էլ է ման գալիս, այո, մութ տեղերն էլ է ման գալիս, բայց ես ուզում եմ մտածեմ, որ այս կինը այնքան էր ման եկել, որ արդեն գիշեր էր։ Ճրակը վառել էր, որ լույս լիներ, թեև գիշեր, թեև ցերեկ,
Ինչպես Աստծո խոսքը մեզ ասում է, Տիմոթեոսին հորդորում է, ասում է ժամանակին եւ ժամանակից դուրս ավետարանի գործը գործի կամ ավետարանը քարոզի։ Այս կին այնքան էր մանեկել, այնքան արժեքավոր էր մեզ համար։ Եվ հիմա սա ես որ ասում եմ, ես ուզում եմ որ մտածենք մենք, արդյոք կորսվող մարդը մեզ համար այսքան արժեքավոր է թե չէ։ Այսօր աշխարհը որ դժոխք է գնում, մեզ համար արժեքավոր է թե արժեքավոր չէ։ Երկինքը մեզ համար արժեքավոր է թե արժեքավոր չէ։ Ինչպես ենք մենք մտածում։ Ես մտածել եմ այս մասին, երբ որ մենք փրկվել ենք, եկել ենք Տիրոջ տուն։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մենք այնպես ենք ապրում, կարծես թե մեր հարազատներն ու բարեկամները ոչ դժոխք են գնալու, ոչ էլ հավիտենություն գոյություն ունի եւ ոչ էլ դրախտ։ Ես եմ եկել եմ Աստծո տուն ու ինձ համար այսպես ապրում եմ, դե մյուսները որ գնան էլ մեռնեն էլ գնան էլ ոչինչ։ Ես պիտի ցավ քաշեմ իմ կորսվող ընտանիքի համար, որ ես Աստծո տանն եմ, բայց նա դեպի դժոխք է գնում։ Ես իրավունք չունեմ հանգիստ նստելու եւ ինձ համար այս ամեն ինչը շատ հանգիստ երևա։ Աստվածաշնչում մենք այստեղը շատ լավ գիտենք, երբ որ Պողոսին բանտում դրեցին եւ բանտապետը Պողոսը բանտից ազատվեց, բանտապետը նրան հանդիպեց, ինչ ասեց ինչ անեմ որ փրկվեմ, ասեց հավատա կփրկվես դու եւ քո տունը։ Ես ուզում եմ ասեմ ժողովուրդ, սա ինքնաբերաբար չի լինում, ներողություն, սա ավտոմատ կերպով չի փրկվում քո ընտանիքը։ Եթե փրկվել ես դու այն անդրանիկն ես, որ ցավ պիտի քաշես, պիտի կանգնես քո կորսվող ընտանիքի համար։ Դու ցավ պիտի քաշես քո հարազատի բարեկամի, քո հարևանի ընկերոջ համար, ում շատ սիրում ես։ Շատ ենք խոսել, չի ստացվում, չեն լսում, ամեն բան անում ենք։ Գիտես պատճառը որն է։ Ես մտածել եմ, որովհետև մենք գնալու ժամանակ ընթացքում կամ 5 րոպե աղոթում ենք, գնում ենք 50 րոպե նրան Աստծո խոսք ենք խոսում։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Աստծո խոսքը ամենտեղ խոսվում է։ Լավ է դու 50 րոպե աղոթես, գնաս 3 րոպե խոսես, քան թե 50 րոպե խոսես, 3 րոպե աղոթես։ Մենք պետք է աղոթքի մարդ լինենք, մենք պետք է կորսվողի համար մեր սրտում ցավ ունենանք։ Մեր աղոթքի կյանքը պետք է փոխվի 10 րոպեից դառնա 1 ժամ։ Աստվածաշնչում սա մինիմալն է, 1 ժամ էլ չկարողացաք ինձ հետ աղոթել։ Այնպես էր ասում Հիսուսը, որ սա մինիմալ ցածր պլանկան էր, որ ամեն իրեն հավատացող պետք է գոնե 1 ժամ աղոթել իմանա։ Մենք ավելի շատ հանդիմանում ենք, մենք ավելի շատ սովորեցնում ենք մեղավոր մարդկանց, ավելի շատ ենք խոսում Աստծո խոսքի մասին, քան աղոթում նրանց համար։ Լավ է ես մեկի համար 1 ժամ աղոթեմ եւ երբ որ նրան տեսնեմ ուղակի 2 բառ ասեմ, որ Հիսուսը սիրում է քեզ։ Քան թե ես 3 րոպե աղոթեմ, գնամ ես 50 րոպե նրան աստվածաբանություն քարոզեմ։ Փնտրել է պետք։ Կորսվողին փնտրել է պետք։ Եվ նրա համար կյանք դնել է պետք, ժամանակը դնել է պետք, ֆինանսները դնել է պետք, այնինչ մեր ֆիզիկական ռեսուրսների մեջ է, մենք պետք է դա դնենք, որպեսզի ինչ որ մեկը փրկվի։ Եթե քո ավետարանելու միջոցով մեկը փրկվել է, հələ դու տես ինչքան ուրախ ես եղել, որտեղ նստել ես, պատմել ես այն մասին, որ այսինչին խոսեցի եւ փրկվեց, Աստծո տուն եկա, որտեղ նստում ես նրա մասին պատմում ես։ Լավ չի, որ մենք ուրախ ենք, լավ չի, որ երկինքը ուրախ է լինում։ Գիտեք, սա հավատքի բանաձև է, ոնց ուզում ես մտածի, երբ որ երկինքը ուրախ է, քեզ համար էլ ամեն բան լավ է։ Մեր կյանքի օրինակով բերեմ, որ հասկանանք։ Մեր երեխաները շատ լավ հասկացել են այս պրինցիպը, այս բանաձևը շատ լավ հասկացել են, նրանք սպասում են, երբ պապայի տրամադրությունը լավ լինում, երբ որ պապայի տրամադրությունը լավ է լինում, տուն է գալիս, ինքը մամայի միջոցով հայտնվում է պապայի գրպանում, որովհետև գիտի, որ պապան չի մերժի, տրամադրությունը լավ է։ Հələ պատկերացրա, որ երկինքը ուրախ է, ինչի պատճառով, որովհետև դու ինչ որ մեկի համար ցավ ես քաշել եւ նա փրկվել է, Աստծո տունն է, հորը ինչ խնդրես, ինչպես արտավազախպեն ասեց, որ քեզ չտա։
ինչ խնդրես, ինչ ասես, հորը, որ նրա երբ որ տրամադրությունը լավ է, ամեն բան լավ է, նրա սիրտը ուրախ է, ցնծում է մեկ մեղավորի համար, երբ որ դու կանգնես ամենակարողի առաջ ու ինչ որ բան խնդրես ու նա քեզ չտա։ Սա գործում է, սա բանաձև է, որ գործում է մեր կյանքում։ Ժողովուրդ, եթե մենք մեկին ավետարանում ենք եւ ջանք ենք թափում Տիրոջ տուն բերելու համար, իմացեք, որ երկինքն էլ սպասում է, որ մենք իրենից ինչ որ բան խնդրենք։ Ուրախանում է երկինքը, ուրախանում է հրեշտակները։ Աստվածաշնչում ասում է, եկեղեցու ժողովրդին ասում է, այնպես ապրեք, որ ձեր ծառայողները ձեր համար հոգոցով չծառայեն, եթե այսպես ֆիզիկականում նույնն է, թույլ տվեք ասեմ հոգևորում էլ, այնպես չապրենք, որ մեր հրեշտակները մեզ հոգոցով ծառայեն։ Երբ որ Աստված ինչ որ բան ասի ինձ բերելու համար, այս հրեշտակը հոգոցով ստիպված, ես էլի Կարենին պիտի այցելեմ։ Ախր ինչ է անում։ Ոչինչ, այս անգամ էլ։ Մեկ տարի էլ համբերենք։ Բայց գիտեք, որ այդ համբերությունը հավերժ չէ։ Երբ որ մենք Աստծո տանն ենք, լավ է, օրհնյալ լինի Տիրոջ անունը, որովհետև երբ որ մենք Աստծո տանն ենք, դա մեզանից չէ, դա նրա հոգին է, որ մեզ առաջնորդել է Տիրոջ տունը։ Երբ որ մենք Տիրոջ տան մեջ ծառայում ենք Փառք Քրիստոսին, որ մենք կարողանում ենք ծառայել եւ մեզ խելք ու միտք է տվել եւ կարողություն է տվել, որ իր տան մեջ ծառայենք, սա էլ մեզանից չէ։ Մեզանից համաձայնվելն է մեր կյանքը դնել, գնալ, ժամանակ ծախսել, զոհաբերություն անել քո ժամանակից, քո կյանքից, քո րոպեներից, քո ընտանիքից երբեմն կտրված ժամանակ ծախսել մեկ մեղավորի համար։ Աստծո ծառաներից մեկն ասում է, աշխարհում ամենաշատ ավետարանված կառույցը դա եկեղեցին է։ Եկեղեցում այնքան ավետարանը գիտեն, բայց շատ քիչ են գործածում։ Այնքան շատ ճանաչողություն ունենք, այնքան շատ աստվածաբան ենք դարձել, բայց շատ քիչ ենք դա կիրառում։ Լավ չէ, լավ է, որ աստվածաբան լինես, լավ է, որ կրթված է, լավ է, շատ լավ է։ Բայց որ ոչինչ չես անում, դա շատ վատ է։ Փչացնելու է։ Հիշում եք ինչ է ասում Աստծո խոսքում 5 կտակարանում, երբ որ տաճարը պատրաստեց Սողոմոն, ասեց ճրագը միշտ վառված լինի եւ չմարի։ Չմարի։ Այն ճրագը, որ կորսված բան էր մանգալի, ասում էր դա երբեք թո չմարի։ Միշտ վառված լինի, որ դու միշտ մանգաս ինչ որ մեկին, գտնես ինչ որ մեկին, փորձես օգնել ինչ որ մեկին։ Գիտեք, մենք երբեմն մտածում ենք, ասում ենք, որ երբ որ մարդուն ավետարան քարոզում ենք, մենք պիտի գնանք նրան Աստծո սիրո մասին խոսենք։ Ես կարծում եմ պետք է Աստծո սիրո մասին ցույց տալ, ոչ թե խոսել։ Գիտես ինչ որ մեկին, որ ինքը խնդիր ունի, կարիք ունի, դու կարող ես նրան օգնել, վեր կաց գնա, նրա կողքը նստի, ոչինչ մի ասա, ուղղակի կարող ես ասել, ես քեզ ինչով կարող եմ օգնել։ Ես եկել եմ քեզ օգնելու։ Ես քո կողքին եմ։ Եկել եմ քո ցավը կիսելու։ Ինքը գիտի, որ դու Տիրոջն ես։ Ինքը գիտի, որ դու հավատքի մարդ ես։ Եվ ինքը հասկանում է, որ սա մենակ հավատքի մարդը կարող էր անել։ Մխիթարել բոլորն են այդպես խոսում։ Աստծուն ճանաչող եւ չճանաչող բոլորն էլ կարող են գնալ ասել, ես մխիթարված լինես, գիտես, այսինչ բանը արագ ստացվի, այնինչ բանը, գիտես, ես սենց եմ արել, ստացվել է, ես նենց եմ արել, դրանք ոչ մեկն էլ նեղության մեջ եղող մարդու համար օգուտ չեն։ Կարող ես ուսը տալ նրա ուսի տակ եւ օգնել նրան բարձրանալու։ Արա։ Եվ ինքը կտեսնի Տիրոջ սերը։ Եվ ինքը կտեսնի Տիրոջ գործը։ Եվ կասի խոսիր քո Աստծո մասին։ Սիրելի
Եղբայրներ, քույրեր, մտածենք մեր ընտանիքի անդամների մասին։ Քո տան անդամի։ Ես չեմ ասում քո գերդաստանի, որովհետև Աստծո խոսքը ասում է նախ Երուսաղեմ, հետո ինչ հոգուտ ունի ամբողջ աշխարհը շահեմ, բայց իմ անձը կորցնեմ, հետո մենք պետք է ամեն բան անենք, որ մեր տան անդամը փրկվի։ Մենակ եկեղեցի գալով չէ, որ փրկվում է։ Փրկվի, իսկ փրկված մարդիկ հնարավոր չի ինչ որ բան չանեն։ Արա ամեն բան, որ քո տան անդամը Աստծուն ճանաչի եւ իր կյանքը Տիրոջը տա։ Հակառակ դեպքում դժոխք կա։ Մեզ ինչ օգուտ, եթե մեր հարազատները բարեկամներից մեկը հայտնվի դժոխքում, մեզ ինչ օգուտ։ Ինչ ուրախություն։ Կարծում եք, ինչա դժոխքը իրական չէ։ Մեր ապրած կյանքից ավելի իրական է, ինչպես երկինքը, հավիտենական կյանքը, մեր ապրած կյանքից ավելի իրական է։ Նա է ավելի իրական, քան մենք որ ապրում ենք, որովհետև նա հավիտենական է, իսկ մերը ժամանակավոր։ Ես ուզում եմ, որ մեր միտքը գնա, ժողովուրդ, գնա կորսվածը, մեղավորը փնտրել, փրկել։ Եվ երրորդ առակի մասին, որ խոսում եմ, բոլորս գիտենք, շատ պատգամներ լսել ենք այս մասին, բայց այստեղ մի քանի բան կա, որ կուզենամ միասին նայենք։ 11 խոսքն ասում է եւ ասավ. մարդ երկու որդի ուներ։ Ու նրանցից պստիկը հորը ասեց. հայր, քո ստացվածքից ինձի բաժին ընկնելունը տուր, նա էլ բաժնեց նրանց իր ունեցածը։ Եվ շատ օրեր չանցած պստիկ որդին բոլոր բաները հավաքեց ու հեռու երկիր գնաց։ Եվ այնտեղ անառակությամբ ապրելով իր ունեցածը փչացրեց։ Շարունակությունը չեմ ուզում կարդամ, բոլորիս համար հայտնի է։ Ինչ է ասում, մի մարդ երկու որդի ուներ, այս փոքր որդին մոտենում է հորն ու ասում է իմ ունեցածս տուր, որ ես գնամ։ Ուզում ես հարց տաս, ասես, քեզ ինչ ունեցած։ Քեզ որտեղից է դի։ Դու ես աշխատել։ Ջանք ես թափել։ Կյանքդ ես դրել։ Եվ ընդհանրապես հրեական սովորության մեջ եւ մեր սովորության մեջ էլ, երբ որ այն ունեցվածքը ում պատկանում է, քանի ողջ է, նրա ժառանգներին ոչինչ էլ չի հասնում։ Բայց սա եկել է ասում է իմը տուր, քեզ որտեղից։ Ով է ասել, որ դա քոնն է։ Եվ ինչ արեց, վերցրեց ու գնաց։ Գնաց, անառակությամբ զբաղվեց, փչացրեց ամեն բան, մի կարճ ժամանակ, եղբայրներ քույրեր, մի կարճ ժամանակ, վայելեց իբրև։ Այս աշխարհի հաճույքները, անառակների հետ, փչացրեց ամբողջ ունեցածը, որ տարիներ շարունակ հայրը դրել էր, հավաքել էր, որ միևնույն է իրենն էր պատկանալու։ Եվ հայտնվեց մի տեղ, երբ որ արդեն ոչինչ չուներ, հիշեց իր հոր տունը եւ ասում էր, այնտեղ ծառաներ կային, որ գնում էին, իմ հոր անասունների հետ աշխատում էին եւ նրանց վճարում էր։ Գնամ այստեղ մեկը իմ հոր պես մեկին գտնեմ, թող ինձ իր ծառայի պես վերցնի եւ ես խոզերին կեր կտամ։ Եվ գնաց, նրան ընդունեցին աշխատանքի։ Փառք Աստծո այդ ֆերմերների համար, այդ անասնապանների համար, թույլ չտվեց, որ այդ խոզերի կերից ուտի։ Ասեց, էսի քոնը չի։ Երբ որ դու սկսում ես ուրիշ բաներ չուտել, հիշում ես քո առողջ կերակուրը։ Սիրելի եղբայրներ, քույրեր, եթե դու սկսում ես ուրիշ բաներով սնվել, մինչ այնքան որ գոյությունս պաշտպանեմ, մի օր վերջնականապես կորսվելու ես։ Գիտեք, փոքրիկ որդին երբեք էլ սոված չգիտեր ինչ բան է, որովհետև ինքը երբ որ մտել էր իր հոր խոհանոց, այնտեղ ամեն բան պատրաստ էր եղել, ինչպես էր պատրաստվել, ով էր պատրաստել եւ ինչ ջանքով էր այդ ամեն ինչը արվել, նա ոչինչ չգիտեր, նա միայն կերել էր։ Ինչպես մենք գալիս ենք, նստում ենք, ծառայողները ծառայում են,
օրհնյալ լինի Տիրոջ անունը եւ վեր ենք կենում գնում ենք։ Գնում ենք ու չգիտես ինչի, սկսում ենք ուրիշ բաներ հեռախոսի մեջ։ Ուրիշ բաներ փնտրել, ուրիշ կերակուրներ ուտել։ Այստեղ մենք բոլորս այն ֆերմերներն ենք, որ պիտի օգնենք նրանց, որ իրանք ուրիշ կերակուր չուտեն։ Գիտեք մեր չաղոթելու պատճառը որն է։ Մեր ժամանակ չունենալը։ Ժամանակ չունենալը, իսկ գիտես ինչու ժամանակ չունենք։ Որովհետև երբ որ մենք հեռախոսի մեջ ենք ու հիշում ենք պիտի աղոթենք, հիշում ենք մի անգամուց տանը գործեր կա, այսինչին հանդիպել պիտի լինեմ, այսինչ գործ ունեմ, տանը պետք է աման լվամ, հաս սարքեմ, պետք է այսինչ մեկին հանդիպեմ, բայց ոչ մեկ չենք մտածում, որ պիտի աղոթենք։ Մեր ժամանակը մենակ գնում է մեր ինֆորմացիայի համար։ Եվ այս ֆերմերը նրան ոչինչ չտվեց, բայց այստեղ ուզում եմ հիշենք։ Այս պստիկ տղան որդի էր։ Եթե այն դեպքում նա ոչխարն էր, եթե այդ կնոջ առումով դրամ էր, ապա այստեղ որդին էր, որդին կորսվել էր։ Հիմա ես մի բան ուզում եմ ասեմ ու դու քո միտքը այդ ուղղությամբ թող մտածի։ Քանի հավատացյալ գիտես, որ այսօր հոր տանը չեն։ Մի ժամանակ որդի էին, որդի էին։ Ինքը ինչ ուզում է արած լինի։ Հոր ունեցածը փչացրեց սա։ Հոր ունեցածը փչացրեց։ Ինքը չէր վաստակել, ջանք չէր թափել։ Քանիսը գիտենք, լավ է որ արթնություն է, լավ է որ նոր մարդիկ գալիս են, օրհնյալ լինի Տիրոջ անունը եւ օրհնյալ լինեն այն նոր մարդիկ, որ Աստծո տունն են գալիս, բայց մենք հետևում դուռ ունենք, որ պիտի փակենք, որդիները տկարանում են, թող տան մեջ լինեն, տան մեջ բժշկություն կա, որովհետեւ հայրը տան մեջ է եւ հոր ներկայության մեջ է բժշկությունն էլ, վերականգնումն էլ, ապրելն էլ, բարձրանալն էլ, հոր տան մեջ է լինում։ Իսկ որ գնացել են, քանիսին ենք այցելել։ Քանիսի համար ենք դարել են ֆերմերը, որ նրա կողքին լինելով ասել ենք, լսեք, լսեք, դա քո ուտելու բանը չի։ Դու ժամանակին սա չես կերել, դու ժամանակին սրանից զզվել ես, նույնիսկ սրան չես ուզել կպնել, որովհետև քեզ համար պիղծ է եղել։ Բայց հիմա դու որտեղ ես հայտնվել։ Ժամանակին դու ունեիր ծառաներ, եւ նրանց ասում էի լավ կերակրեք այս անասուններին, բայց հիմա քեզ են ասում, ինչի համար է այսպես եղել, ում ենք այցելել, քանիսին ենք սենց մա ձեռքը թափ տվելու ասել, դե տենց էլ պիտի լիներ։ Չմտածելով, որ Աստվածաշունչը մեզ հուշում է, թող զգուշ լինի նա, ով կարծում է, որ հաստատ կանգնած է։ Երիտասարդներել ենք տեսել, մեծերել ենք տեսել, տեսել ենք, որ իրանց տարիքի կապ չունի, տարիքը ընկնում է, տկարանում են։ Ինչ կապ ունի։ Քանիսին ենք այցելել, քանիսին ենք փորձել օգնենք, քանիսին ենք փորձել վերադարձնել հոր տուն։ Դե չգիտեք, մենք երբեմն Ռոմի պապից ավելի կաթոլիկ ենք լինում։ Չգիտես ինչու, հայրը սպասում է, բայց մենք ասում ենք, չէ, նա մարդ դառնողը չի, հայրը սպասում է որդու։ Նա որդի է եղել, որդի, որ բոլոր իրավունքներն ունեցել է հոր տան մեջ եւ բոլոր իրավունքներից օգտվել է, որդի է եղել։ Քանիսս են գնացել այդ որդիների հետևից, քանի անգամ են գնացել, հայրը սպասում է որդուն։ Այս պատմության մեջ բանալին հոր սպասելն էր, սպասում էր, գիտեր, որ վերադառնալու է, սպասում էր ինչ, որ մեկը իր որդուն կուղորդի դեպի հոր տուն։ Եվ դա մենք ենք, հայրը սպասում է, ամեն կորսվածի համար սպասում է հայրը։ Ես մտածում եմ, սիրելի եղբայրներ, քույրեր, ինչպես ավակ որդին սկզբից
թողեց, որ փոքր եղբայրը գնա, որովհետև ստացվածքը բաժանելուց, ասում է, մի որոշ ժամանակ դեռ տանն էր, մի որոշ ժամանակ հետո հեռացավ։ Մեծ որդին չխոսեց։ Թողեց մեծ որդին։ Հայրը տանն էր։ Մեծ որդին չխոսեց, գնաց։ Ես կարծում եմ, որ որդին պիտի գնար իր եղբորը բերեր։ Եթե մեծ որդին չի գնում եղբոր հետևից, երբ որ եղբայրը վերադարձավ եւ հայրը տան մեջ դրեց, մեծ որդին կսկսի փնթփնթալ, կսկսի քննադատել, ես այսքան ժամանակ քո ներկայության մեջ մի ուլեր չտվեցիր, որ ուտեմ, չմտածելով, որ այդ ամբողջ Իրանն է։ Մեկը այդ փոքր որդուն ժողովուրդ պատմուճանն ու մատանին էր։ Եվ վերջ։ Չի ասում ունեցվածքը տվեց, շատացրեց, կամ վերականգնեց, ամբողջը մնացել էր մեծ որդուն։ Քոնն է, բայց նա կորսված է, դու տանն ես, տանը ինչ որ կա քոնն է։ Սիրելի եղբայրներ, քույրեր, շնորհակալ ենք Աստծուց հայրերի համար, որ կան մեր եկեղեցում եւ մեր ժամանակների մեջ, նրանք միշտ էլ կորսվածներին սպասում են։ Եկեք մենք չլինենք ավակ եղբոր պես տան մեջ հանգիստ նստող, որովհետև մի օր կսկսենք փնթփնթալ, մի օր կսկսենք դատել, մի օր կսկսենք ուրիշ բաներ խոսել։ Եկեք մենք մեր կյանքը դնենք ուրիշների համար, որովհետև կորսացնելուց հետո գնահատելը ոչ մի արժեք չունի, ոչ մի արժեք։ Դավիթը սուք արեց Աբիսողոմի համար։ Ես քննադատորեն չեմ ասում, բայց Դավիթ ջան, մեռնելուց հետո սուք անելը ոչ մի կոպեկի արժեք չուներ։ Ժամանակին խոսեիր, ժամանակին լուծեիր հարցերը։ Եվ վերջում Հիսուսի հայտնի խոսքն եմ ուզում հիշեցնել. ես եկա, որ կորսվածը փնտրեմ ու փրկեմ։ Սա մեր լավագույն պաշտոնն ու դիրքն է։ Ուզում ես հրաշքներ, ուզում ես նշաններ, ուզում ես բժշկություններ, գնա կորսվածի հետևից, որովհետև ասեց, երբ որ գնաք, այս նշանները կհետևեն, ոչ թե երբ որ նստեք, այս նշանները կհետևեն, երբ որ գնաս, նշաններ կան, որ կհետևեն, բայց նախ պետքա սիրտ ունենալ գնալու համար, նախ պետքա կյանք ունենալ գնալու համար, եւ այս ամենը լինում է աղոթքի, կյանքի ժամանակ, երբ որ դու ներքին սենյակ ունես եւ այնտեղ միշտ աղոթք ունես, որ կորսվածի համար սիրտ ունենաս, ցավաս, որպիսի օգնես մեկին էլ Տիրոջ տուն դառնա եւ երկինքն էլ ուրախանա, ինձ համար էլ, քեզ համար էլ։ Ամեն, եկեք կանգնենք Տիրոջ առաջ։ Մեկ օր Մուրթքեին լուր հասավ, որ հրաման կա հրյա ժողովրդին կորսեցնելու։ Եվ Մուրթքեն Եսթերին մի նամակ գրեց։ Ես միտքը ասեմ։ Եսթերին ասեց, միգուցե դու ես հենց այս ժամանակի համար, որ հասել ես թագավորական պալատ, թագավորին խոսիր։ Ես տեղ կարևոր բան կա, ես ուզում եմ ուշադիր լինես։ Որովհետև ասում է, եթե դու չխոսես, ոչ դու, ուշադիր եղեք, ոչ էլ քո հոր տունը, ոչ մի մաս ու բաժին չեք ունենալու։ Ժողովուրդ միևնույն է, Հիսուսը գտնելու է, միևնույն է, Հիսուսը փրկելու է, միևնույն է, վերջին հաղթանակը նրանն է, նա հաղթելու է, նա բերելու է, բայց երանի մեզ, որ մենք դրա մեջ մաս ու բաժին ունենանք։ Երանի ես, որ դու մաս ու բաժին ունենաս, որ երբ որ Քրիստոս առաջնորդի անես, որովհետև ուրիշի համար փրկության պատճառ որ լինես, քեզ վստահեցնում եմ,
դու էլ քո հոր տունն էլ, Աստված ինչ որ մեկին կհանի, կբերի ու քո տունն էլ կփրկի։ Հաղթանակը Քրիստոսինն է։